Վաղ առավոտից համացանցը քննարկում է, թե ով է բոմժը։ Կալուգացի Սամվելը իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ։ Ախր ոնց չվախենամ։ Վախենում եմ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ։ Թե ինչա լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ։ Հեռավար հակամարտությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Կոտայքում է։ Հանրությունն ուղիղ եթերով է հետևում այցի օրակարգին։ Նախ Նոր Հաճնի Մրգաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցում է։ Սա մեկն է 300 հիմնանորոգված դպրոցներից։ Լավ եք զգում ձեր դպրոցից ես դուր գալիս, այս դեկտեմբերից առաջ որտեղ եք դասանում։ Առաջի դպրոցում։ Հարմարա, ով եք, նորոգումից, որակից։ Ինչ նոր գրքեր ունեք։ Նոր գրքեր Աշոտ Աղաբաբյանի գրքերից ունենք, ժամանակակից գրող Ռուբեն Եսայանի գրքերից ունենք։ Բայց ինչպես խոսել ենք, առաջիկա ստանալու։ Նոր Գեղի բնակավայրի Նովո Վիլաժ ընկերությունը կառավարության աջակցությամբ 5.2 հեկտար պղպեղի ջերմատուն է հիմնել։ Հաջորդ կանգառը այստեղ է։ Քաղցրահամ պղպեղի փորձարկումն իհարկե չուշացավ։ Ելակի քաղցրությանը։ Այս կարմիրը ելակի այո։ Ու ավելի բարձր կարելի ասել։ Քաղցրություն։ Առաջ անգամ եմ sense բան նախ լսում, երկրորդն եմ շուկան կա։ Հələ փորձեք։ Փորձեք, Միրգա։ Մերսի։ Նաիրի համայնքի բուժական բնակավայրի հիմնանորոգված մանկապարտեզն է։ Նիկոլ Փաշինյանը հիշում է, նախկինում Հայաստանն անգույն էր, հիմա արդեն ուրախությամբ է նկատում, գունավոր է։ Մեր մոտ տների կառուցման հիմա Փառք Աստծո շատ ուրախացավ տեսա մի քանի հատ ընթացքում գտնվող շինարարություն, նորակառույց տներ, եւ այդ կուլտուրան էլ փոխվում ատանիքներով, մարդիկ էլ իրանց։ Այսինքն այս մանկապարտեզաշինությունը եւ դպրոցաշինությունը, որոնք իրանց հետ գնում են դերում, այդ տրամադրությունը փոխանցվում է բնակավայրին։ Բջնիում չնախատեսված կանգառ է, այստեղ հատուկ ասելիքով է հավաքել ուղեկցողներին, մի փոքր պատմական ակնարկ։ Սիրելի հայրենակիցներ, եթե հիշում եք, մենք կառավարություն այս թեմային անդրադարձավ, ամբողջությամբ այս պարիսպները փակ էին, ծառերով փակ էին եւ մենք գերակաշահ ճանաչեցինք եւ պարիսպները բացեցինք եւ նաեւ ես ցավոք չեմ տեսել, նաեւ լուսավորություն կա եւ երեկոյան ժամերին շատ լավ ուժեղ տպավորություն է գործում։ Ու Բջնի ամրոցի պարիսպները են քիչ պահպանված պարիսպներից են Հայաստանի ու իհարկե մեր պատմության Բջնին մեր պատմության շատ առանցքային բնակավայրերից, կենտրոններից մեկն է։ Դեպի ամրոց տանող ճանապարհն էլ ուսումնասիրեց, աշխատանքներից գոհ է։ Շնորհավոր ձեր ճանապարհը։ Հիմի հանգիստ բարձանում եք միջև բակ բարձանում եք, ճիշտ է հանգիստ։ Արա գյուղում էլ կանգնեց, համակիրների պակաս այստեղ չկա։ Չարենցավան համայնքի Ֆանտան բնակավայրում Պիոն ընկերությունը կառավարության աջակցությամբ 4.3 հեկտար վարդի ջերմատուն է հիմնել։ Խոյակապ է։ Միակ թերությունն է նա, որ դեռ վարդերը չեն ծաղկել։ Ուրիշ ծաղկեր են ուզում եք ձեզ տալ այսօր։ Հա, մի հատիկ։ Հենց մի հատ։ Ուրեմն անթերիա։ Գնանք այդ հիշարժան առաջին վարդն է։ Առաջին երեք տեսել չենք խաղել, սպասել ենք որ ձեզ նվիրենք։ Շնորհակալ եմ։ Գուշեղեք ուղղակի փշերը սրա շատ վատն են։ Շատ լավն է, շնորհակալ եմ, մեծ պատիվ է։ Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրի հիմնանորոգված միջնակարգ դպրոցն էլ ուսումնասիրեց, գեղեցիկ դասասենյակներից մինչև 3D տպիչի աշխատանք, վարչապետի հետաքրքրությունների շրջանակը լայն է։ Ինչքան ժամանակ է, որ արդեն այստեղ եք դասի գալիս։ Մի ամիս։ Բա որտեղ եք առաջ գնում դա։ Այդ ինչ ես արել ձեռքդ։ Ես ինչ հարուստ կաբինետ ունեք։ Լավ։ Ես եմ շնորհակալ։
Նոր են սարքավորումները ամբողջը։ Իսկ 3D պրինտերին տիրապետում եք։ Ահա, ինչ եք սարքել։ Դե արդեն առաջին նմուշները որ կան, այդ նշանակում արդեն գործիք հետ սկսել եք աշխատել։ Բարև երեխեք, լավ եք։ Ֆուտբոլ եք պարապում։ Հաշիվն ի՞նչ է։ Հաշիվը ի՞նչ է։ Չեք հետևում խաղին։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։